Արդ։ Տեր, ես խոնարհվում եմ քո առաջ եւ կատարյալ հանձնվում եմ քո հոգու ազդեցությանը, քո հոգու առաջնորդությանը, իմ տկարությամբ, իմ տգիտությունով փոխանցելու Տեր այն խորը եւ հրաշալի խոսքերը պատգամը, որ դու ուզում ես այսօր քո ժողովրդին խոսես։ Խնդրում եմ հեռացրու մաքրի ամեն խանգարող բան։ Թող լինի անխարդախ մարդկայինը թող քիչ լինի եւ քո բաժինը շատ, ոնց որ գրված է, որ մենք այս կավե անոթների մեջ գանձ ենք գրում, որ զորության առավելությունը քոնը լինի։ Նույնն եմ խնդրում այսօրվա պատգամի համար։ Ու ակնկալում եմ քեզանից Տեր մտքերը եւ ազդեցությունը մեր կյանքերի վրա, որ փոխես մեզ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այս պատգամը մեր տարվա ուղղությունն է գրում իր մեջ եւ գրված է հիմնական խոսքը գրված է Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ովքեր կան մեր մեջ մարդիկ, ովքեր Հռոմեացիս 8-րդ գլուխը հատուկ սիրում են։ Գանձարան է ուղղակի Հռոմեացիս 8-ը, ինչքան խորը զորավոր խոսքեր կան։ Հռոմեացիս 8:28-ից այս խոսքը շատերս գիտենք եւ հաճախ օգտագործում ենք, բայց պիտի հասկանանք, թե իրականում ինչ է Տերը փոխանցում այս խոսքերի մեջ։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարի գործակից են լինում նրանց, որ Աստծուն սիրում են, որոնք նրա նախասահմանությունով կանչված են, որտև նրանց, որ սկզբից ճանաչում էր, սկզբից էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որպեսզի նա անդրանիկը լինի բազմաթիվ եղբայրների մեջ։ Նրանց, որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, եւ նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց նրանց, նրանց, որ արդարացրեց, նաև փառավորեց նրանց։ Մենք ներգրավված ենք մի մեծ աստվածային ծրագրի գործի մեջ, որը կոչվում է Աստծո նախասահմանություն։ Շատ մեծ խոսքեր ասում է այստեղ Աստված, իսկապես ամեն նրա համար, որ ճշմարիտ իր հոգու մեջ վերստին ծնունդ ունի, ով որ կանչվել է Տիրոջից, որ արդարացվել է Տիրոջից։ Աստծո խոսքը ասում է նրանց, որ նախապես ճանաչեց, ում որ սկզբից ճանաչեց, նաև սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու։ Առաջի մեծությունը պատիվը, որ գրված է նախապես ճանաչեց։ Այդ նախապես բառը նշանակում է ստեղծագործությունից առաջ, ամեն բանից առաջ։ Աստված ճանաչեց քեզ։ Եթե դու վերստին ծնվել ես, եթե Աստված կանչել է եւ արդարացրել է քեզ, ես չգիտեմ, մենք 100% վստահ ենք արդյոք, որ Աստված արդարացրել է մեզ։ Արդյոք մենք 100% վստահ ենք, որ մեր մեղքերը ներված են Քրիստոսի փրկագնման միջոցով։ Եթե մենք դա ունենք, եթե մենք ապրել ենք, դա վերապրել ենք, նշանակում է, որ դու իրականում դեռևս ոչ մի բան չստեղծված Աստծո սրտի մեջ, նրա մտքի մեջ, նրա ծրագրի մեջ երևացել ես, տեսել է քեզ ինքը։ Այսօրվա պատգամի վերնագիրը Աստծո տողատակերը։ Տողատակերը սեդակուրդա այն է, որ գրված չի, բայց կա։ Այն ինչ որ
Աստված չի, բայց կա այդտեղ։ Դու բացահայտել ես քո կյանքի մեջ, որ երբ որ Աստված բան է խոսում, դրա մեջ նաև տողատակեր կան։ Աստված բան է ասում ոչ բարձրաձայն։ Ի նկատի ունի։ Նրանք, ովքեր որ Տիրոջը լավ չեն ճանաչում, կամ դեռևս հոգևոր մանուկ են, իրանք կտրվում են իրականությունից, ոտերները պոկվում է երկրից, ճախրում են երկնքի մեջ, ցնծում են եւ ուրախանում են, որ ես ինչ մեծ խոստում տվեց Աստված։ Եվ մենք վառվում ենք դրանով եւ այդ խոստումները վերցած սպասում ենք, որ Աստված ինչ որ մի մեծ լուրջ բան պիտի անի մեր կյանքերի մեջ, չէ, ավելի շուտ պիտի անի մեր միջոցով։ Մեր միջոցով պիտի անի Աստված եւ դա մեզ թևեր է տալիս։ Մենք մի քիչ առաջ եմ ընկնում, բայց պատկերացեք Հովսեփին։ Երազներ ա տեսնում ֆանտաստիկ։ Ինքը իր այդ խուրձը մնացած բոլոր խուրձերը իրան երկրպագում են։ Անգամ հայրն ու մայրն են իրան երկրպագում։ Եվ կապ չունի, որ մայրը չկա, մեկը Հովսեփը հավատում է դրան։ Որ Հակոբն էլ ասում է, ոնց է, ես ու մայրդ էլ ենք երկրպագելու քեզ։ Հետո ավելի բարձր տեսիլք է տեսնում, աստղերը, լուսինը, արևը երկրպագում են եւ այլն։ Մի քանի բան եմ ուզում կարդամ, մի քանի տեղ Աստծո խոստումներին վերաբերվող, որ մենք փորձենք դրանց տողատակերը հասկանանք։ Կան մարդիկ մեր մեջ, ովքեր որ Տիրոջից խոստումներ ունեն ստացած։ Խոստում գոնե մի հատ խոստում ունեն ստացած։ Հա, Լյան ունես։ Ունես, Տիրոջ։ Ո՞նց չունես, լվացքի մեքենան բան։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-ից 9 համարները եկեք կարդանք։ Ուրեմն 3-րդ համարից մինչև 9։ Ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տվեց նրա գիտությունով, որ մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց։ Հիմա լսեցիք ես կարդացածս։ Ինչ տվեց մեզ Աստված։ Կարաք ասեք։ Ինչ տվեց։ Խորհուրդ են տալիս, որ գնաք ձեր լսողությունը ստուգեք, ժողովուրդ։ Ինչ։ Խոստում որտեղ է գրած որ տվեց։ Չէ, գրած չի խոստում ստեղ։ Ինչ տվեց։ Հա։ Տվեց ամեն ինչ, չէ։ Հա, բայց մեկ կարդա, այնեն չի որ կարդակ ասեք, չէ, մեկ կարդա։ Երբ որ ես կարդում եմ, էլ մեկ կարդա դուք։ Երկրորդ հարցը եմ ուզում տամ, ինչի համար տվեց։ Չեն կարդում։ Հա։ Կյանքի եւ աստվածպաշտության։ Այսինքն Աստված ամեն ինչ ապահովում է, տողատակը ո՞րն է։ Ամեն ինչ այդքան էլ պարզ չի, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ամեն ինչ այդքան էլ բացահայտ չի, ինչ որ Աստված ասում է։ Ամեն բան տվեց կյանքի համար, սա հասկանալի է։ Այսինքն ինչի կարիքը, որ կարիքը, ոչ թե ցանկությունը, այլ կարիքը, որ մենք ունենանք մեր կյանքի համար, նա մեզ կտա։ Բայց ոչ միայն։ Հաջորդ խոսք ասում է, կյանքի եւ աստվածպաշտության։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը կտա նաև բաներ մեզ, որի մեջ ինքը կպաշտվի, որի միջոցով ինքը կփառավորվի։ Ամեն։ Իսկ գիտեք, որ աստվածպաշտությունը դա երկելը չի մենակ։
Երկերը դա ամենափոքր մասն է։ Ամենահեշտ մասը, ամենափոքր մասը։ Դուք հարցրեք Աբրահամին, ասեք ինչ է քո համար աստվածպաշտությունը։ Եթե կարդաք Ծննդոց գիրքը կտեսնեք, որ Աբրահամը Իսահակին վերցրած 3 օրվա ճանապարհ գնաց, որտեղ պիտի զոհեր իր որդուն։ Եվ երբ որ հասան այդ լեռան տակ, Աբրահամը ասեց ծառաներին. դուք այստեղ մնացեք, մենք բարձրանանք լեռը, երկրպագենք եւ հետ գանք։ Ինչի նկատի ուներ Աբրահամը, երբ որ ասում էր երկրպագենք, աղոթք, երգեր, պաշտամունք։ Ինչա նշանակում աստվածպաշտություն, աստվածպաշտությունը նշանակում է հնազանդություն Աստծո ուզածներին։ Սա է։ Որտեւ եթե մենք այստեղ բեմի վրա հրեշտակի պես երկրպագում ենք եւ պաշտում ենք Տիրոջը, կատարյալ պրոֆեսիոնալ ձևով, ճիշտ տոնայնությամբ, ճիշտ ձայնով, գեղեցիկ, երգեցիկ, մարդկանց սրտերին կպնում է։ Բայց եթե չկա այս երկրպագության տակ հնազանդություն, դա չի կոչվում աստվածպաշտություն։ Որտեւ աստվածպաշտության ամենակարևոր ատրիբուտը դա նրան դարձնել արժանի բոլոր պայմաններում եւ առանց նախապայմանի։ Աբրահամը ասում է, որ նրա երկրպագությունը որդու զոհն է։ Ինչ է մտնում, հասկանում եք տողատակը որն է աստվածպաշտության։ Դա այն չի, որ դու եւ ես ոգևորվենք եւ ասենք Տեր, գիտես քո համար ես կանեմ, են կանեմ, ինչ ասես լավագույնը կանեմ քո համար։ Դա չի աստվածպաշտությունը, դա նա է, որ երբ որ կենցաղային, առօրյա, ինչ որ մի դաժե փոքր թվացող հարցի մեջ Աստված մի բան է ասում, որ դու անես, եւ դա վեր է քո հասկացողությունից, դա չի մտնում քո պատկերացած արդարության մեջ, եւ դու չես ասում, Տեր, դա արդար չի, Տեր, դա ճիշտ չի, ինքը սենց ասում, Աբրահամ, ասում է, այստեղ եմ, Տեր, Աբրահամը սովոր էր ասել, այստեղ եմ, Տեր, հետո Տերը իրան ասում է, հիմա վերցրու քո մի հատիկ քո սիրած որդուդ Իսահակին եւ տար գնա Մորիայի լեռներից մեկը, որտեղ ես քեզ ցույց կտամ եւ նրան այնտեղ ինձ համար զոհաբերի։ Եթե դուք Աստվածաշնչի մեջ մի հատ բառ գտնեք, որ Աբրահամը ասի, ո՞նց Տեր։ Ես ասել եմ դա։ Ես կռվել եմ նրա հետ, անարգել եմ Տիրոջը, որովհետև նույն էլի որդու զոհի հետ կապված հարց կար։ Իմ պատկերացած Աստվածը չէր կարա թույլ տար այդ ձևի բան։ Աբրահամը ոչ մի բառ, ոչ մի ծպտուն չի ասում։ Այս սա է աստվածպաշտությունը, ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ ես քեզ կտամ ամեն բան կյանքի համար եւ դու կապրես, բայց այդ կյանքը չի լինի քո համար։ Լսում եք ինձ սիրելիներ, Աստված կյանքի եւ աստվածպաշտության համար բոլոր բաները մեզ տվեց, ոչ թե կյանքի համար, այլ կյանքի եւ աստվածպաշտության համար։ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ել ավելի ունենաք։ Դա նշանակում է, որ դուք ունենաս ինչ որ պետք է եւ ավելին կունենաս, որպեսզի դա ինձ համար լինի, որպեսզի դա ուրիշների համար լինի։ Ոչ թե որ դու դրանով քո ուզած բաները ձեռք բերես, հասնես ես իմ ինչ կարողության չէ, այլ որ ինձ պաշտես դրանով, ինչ է դա նշանակում, որ դու ծառայես նրանց, ում կարիքներին ես ուզում եմ պատասխանեմ։ Սա եմ ուզում ես քեզանից։ Տողատակը կարդում եք կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ
ամեն բաները մեզ տվեց։ Իսկ մենք որպես պրոֆեսիոնալ էգոիստներ ստանում ենք հայտնություն, որը շոյում է մեր էգոն եւ ասում է, որ դու պրոբլեմ չունես։ Որ նախնդիրը, եկեք նայենք մի քիչ ավելի, սիրելիներ։ Բոլոր բաները մեզ տվեց նրա ճանաչողությունով։ Սեղ հայերենում գրած է գիտությունով, բայց իրականում через познание его, ճանաչողությունով։ Հիմա տեսեք, որ մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց։ Սկիզբը ինչքան ճոխա, չէ՞, փառքով եւ առաքինությունով հրավիրեց, շատ ճոխա, ճիշտ Հովսեփի նման։ Ինչքան փառք կար Հովսեփի երազների մեջ, չէ՞։ Երբեմն մարդիկ, ովքեր որ այսպես իսկապես փառքով եւ առաքինությունով հրավիրվում են, այդ փառքից հանկարծ կարող է մտածեն, որ իրանք լրիվ ուրիշ տեսակի մարդ են։ Իրանք եղել է, որ իրանք տարբեր են։ Եվ Հովսեփը մտածում էր այդ ձևի, իր այդ անմեղության, պարզության մեջ, ինքը իր մասին մտածում էր, որ ինքը ուրիշ է, էլի։ Եվ այդ մարդիկ, ասենք, եթե մասնակցում են հենց ուժեղ կոնֆերանսների կամ քարոզների, որտեղ որ քարոզիչը մի քիչ շատ sense ոգևորված ասում է, դու ուրիշ ես, քո նմանը չկա։ Եվ այն ինչ որ Աստված անի քո միջոցով, ուրիշ ոչ մեկի միջոցով չի անի, եւ դու ոչ մի կասկած չունես, որ դա դու ես։ Դա դու ես։ Մովսեսը։ Մովսեսը ուրիշ էր։ Անկամ իր ծննդյան մեջ ուրիշ էր։ Գիտեք, բոլոր երեխաները գեշ են ծնվում։ Հետո սիրուն անում են։ Մովսեսը ծնված պահից սիրուն էր։ Այ մեր արերն էր այդ ձև։ Ծնված պահից սիրուն էր։ Վիշի սորտի ալուրից հունցած բուրգի։ Իսկապես շատ սիրուն էր։ Ասենք, բան չի, նենց չի, որ ասենք, Արմանը, Անին, Վարուժանը մի քիչ էլի այդ ձև էր, բայց նրանք այդ ձև չէին։ Դե ժամանակի հետ շատ բան է փոխվում երեխեն, հա, ու մենք տեսնում ենք, որ Տիրոջ պարգևները օրհնություն են։ Մովսեսը այդ ձև էր, հատուկ էր անգամ իր ծննդը, այնքան հատուկ էր դրա մեջ, որ իր սիրունության պատճառով գետը չգցեցին։ Աստված հատուկ սիրուն ստեղծեց, որ գետը չգցեն։ Մտածեցին ոնց ախր այս սիրունին մենք գետը գցենք։ Մի որոշ ժամանակ պահեցի ինչքան սիրուն Տերը։ Իսկ ով կպատկերացներ, որ այդ սիրուն տղեն փապկասում, մանիկյուր, պեդիկյուր, մազերի 100 տեսակի եսի մինչեր, մաշկի խնամքի, եսի մինչեր, փարավոնի պալատի մեջ ամենալավագույնը, բոլոր սպա պրոցեդուրաները all inclusive են, ամեն ինչ մեջն է, երբ ուզես, ոտով դուրը բացում է, ասում է, դավայ, այսօր իմ մանիկյուրի օրն է, այսօր իմ պեդիկյուրի օրն է, Ես լադեր չեմ խորանում Մովսեսի մեջ լիքը գանձեր կան իրականում, ես չեմ ասում, որ դա իրա պարծանքն էր, չէ։ Ինչ կասեիք, եթե տենայիք իրան, 40 տարի անապատից հետո։ Գեղեցկությունը ուր է մնացել։ Գիտեք, եթե մենք տողատակերը չգիտենք, մենք գնում ենք ոգևորության, հետո գնում ենք ուժեղ խփվում ենք պատին եւ ուժեղ ցնցում ենք ստանում եւ ասում ենք բա ոնց Տեր, բա ոնց, բայց բա ինչի սենց։ Մենք պետք է հասկանանք տողատակերը։ Երբ որ Մարգարեն ինձ ասեց, ես կանչել եմ քեզ, ես Դավիթի սիրտն եմ տվել քեզ, դու իմ սրտի համեմատ մարդ ես, ես կտրվեցի իրականությունից,
Ամբողջ քաղաքի երիտասարդությունը եւ հովական սաստավը նստած էր այդտեղ։ Բոլորի համար ես երանության գագաթնակետն էի։ Եվ ես չէի լսում, որ ինքը ասում էր քո կյանքի մեջ շատ դժվարություններ կունենաս։ Էլ չէի լսում դրան։ Դա տողատակ էլ չէր, դա բարձրաձայն ասված էր, բայց դա իմ վրա չէր ազդում, որովհետև այդ դու Դավիթն ես, Դավիթի սիրտը ունես, դու իմ սրտի համեմատ ես, ես քեզ կանչել եմ, ես քեզ ընտրել եմ։ Հետո հանկարծ այդ տողատակի չասվածը սկսում է բարձրանալ ու սկսում է կատարվել։ Գիտեք, ես լսել եմ, որ իհարկե շատերը կլինեն, բայց կոնկրետ մեկի մասին լսել եմ, որ գալիս էր եկեղեցի, ստեղ չէ, ուրիշ տեղ։ Գալիս էր եկեղեցի, մասնակցում էր։ Հետո սկսեց գործերը վատանալ։ Ինչքան ինքը եկավ եկեղեցի, իր գործերը այդքան վատացան, եւ ինքը գիտեք ինչ արեց, որ գործերը լավանան։ Ինքը թողեց Տիրոջը։ Որտեվ Эмир слышал звон, но не знает, откуда он. Հիմա է տա։ Կա սխալ հավետարանչություն, գիտեք, արի լավ կլինի։ Արի կբժշկվես, արի կօրհնվես, արի կամուսնանաս, արի։ Բանա, առևտուր է, հասկանում եք։ Պողոս ասում է, որ շահավաճառությունն է շատերի համար աստվածպաշտությունը։ Սպերջենի խոսքը դրել էի չաթում, չգիտեմ կարդացել եք թե չէ, որ շատերը Հիսուսին հավատում են ոչ թե որ փրկվեն, այլ որ հաջողվեն, որ օրհնվեն։ Բայց տողատակը կա, չես կարա շրջանցես դա։ Որոնցով, լսեք, ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ։ Եթե դու խոստում չունես Տիրոջից, սիրելիս, դա նշանակում է կներես, դա նշանակում է, որ դու խիստ չհետաքրքրված ես Տիրոջից։ Որովհետև Պետրոս Սարաքյալի միջոցով Սուրբ Հոգին ասում է, որ բոլորին, մեզ, Պետրոսի թուղթը կոչվում է ընդհանրական թուղթ։ Պետրոսի միջոցով Սուրբ Հոգին ասում է, որ բոլորին Աստծուց ոչ թե խոստումներ են տված, այլ մեծ ու պատվական խոստումներ են տված։ Բոլորին։ Եթե ուրիշ բան չասենք, նոր կտակարանը, որ մենք կարդում ենք, ամեն ինչ ասում է։ Ասում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը, Աստծո միակ ժառանգը, ում էր պատկանում ամբողջ ունեցվածքը, լեցունությունը Աստծո, կտակեց մեզ եւ մահով հաստատեց կտակը, եւ այդ կտակը հաստատված է, եւ այստեղ գրված խոստումները մերն են։ Եվ Պետրոսը ասում է այդ մասին, որ մեզ տրված են ամենամեծ ու պատվական խոստումները, բայց դա նպատակ ունի, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակցվենք։ Ինչի համար են տրված խոստումները։ Ոչ թե որ Աստված մեր միջոցով հզոր եւ փառավոր գործեր անի, որի փառքից մեզ էլ կգա։ Եվ այդ փառքի լույսը մեզանից էլ կարտացորվի։ Գիտեք ինչի եմ ծիծաղում։ Երբ որ Աստված Իսրայելին հավաքեց Սինա լեռան մոտ, եւ իրանց ասեց ոչ մեկը լեռանը չմոտենա, մինչև որ փողի ձայնը երկարի։ Շատ եղել է կարդալուց, չէր ասել ընդհանրապես չմոտենաք, ասել էր հենց որ փողի ձայնը երկարի, լեռը ելեք։ Բայց հենց այդտեղ էր ամբողջ դժվարությունը, որովհետև երբ որ փողի ձայնը երկարեց, գիտեք որ փողի ձայնը շատ ազդեցիկ է, փողերի ձայնը երկարեց, այդ փողերը մարդիկ չէին փչում միջայլոց, դրանք հրեշտակներն էին փչում։ Եվ ինչքան էր ուժեղ դրանց այդ ազդեցությունը, այդ ալիքները, այդ ռեզոնանսը, որ շարժում էր իրանց սրտերը, այնքան էր ուժեղ, որ գնալով ուժեղանում էր, եւ հիմա արդեն իրանք կարային բարձրանային լեռը, բայց վախեցան եւ չբարձրացան։
Եվ Մովսեսին ասեցին գնա թող Աստված քեզ հետ խոսա։ Գիտեք, որ այդ լույսը, որ այդ փառքը, որ ուզում ենք մեզանից արտացոլվի, որ մարդիկ տեսնեն մեր յուրահատուկ լինելը, մեր փառավոր լինելը, մեր ուրիշ լինելը, դրա ճանապարհը անցնում է խավարի եւ մահվան ձորով։ Ելից 20-21 գրած ժողովուրդը հեռու կանգնեց եւ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, որի մեջ Աստված էր։ Ոչ մեկ չի ուզում տողատակը։ Սա ուզում են նստեն, լսեն, օրհնվեն։ Բայց ոչ մեկ չի սիրում այդ թանձր խավարի մեջ մտնելը։ Մտածել եք ինչի է Աստված իր շուրջը այդ թանձր խավարով պատում եւ դա բացահայտ ցուցադրում եւ դա այնքան սարսափելի է, որ 3 միլիոնից, ասենք պայմանական, մենակ Մովսեսը մտավ։ Մովսեսը, գիտեք, անվախ էր, գրված է Մովսես ասում էր սաստիկ սարսափում եմ եւ վախենում։ Բայց մտավ այդ թանձր խավարի մեջ, որտեղ Աստված էր, լույսի մեջ չէր։ Այն դրախտային փայլերի մեջ չէր։ Եթե ձևը լներ, բոլորը վազելով կգնային։ Մի բան այն չի, եթե մենք տողատակերը չենք զանազանում։ Մովսեսը մտավ այդտեղ, Մովսեսը 2 անգամ 40 օր, կարող է ավել, բայց 2 անգամը հաստատ ֆիքսված է, 34-րդ գլխի մեջ գրված է, որ Մովսեսը 40 օր էլ մնաց, դա երբ որ Իսրայելը ոսկի հորդ սարքեց եւ պաշտեց, Մովսեսը իջավ, ընդհատվեց եւ երկրորդ անգամ բարձրացավ եւ երկրորդ անգամվա համար գրած 40 օր մնաց Աստծո ներկայության մեջ, ոչ կերավ, ոչ խմեց։ Եվ գիտեք ինչ է գրած երկրորդ անգամվա համար, երբ որ իջավ Մովսեսը, փայլում էր իր դեմք։ Մենք ուզում ենք այդ փայլը, այդ փառքը, այդ շքեղությունը, բայց չենք ուզում խավարը, որը ստեղծում է այդ փայլը։ Աստծո զարմանահրաշ գործը, նա երեսի լույսը, փայլը եւ փառքը զետեղել է խավարի մեջ։ Ես շատ եմ քարոզել Եսայա 45-րդ գլուխը։ Ես քո առաջից կգնամ, լսել եք դուք այդ պատգամները։ Ես քո առաջից կգնամ, խորթուբոր տեղերը կշտկեմ, պղնձե դռները կփշրեմ, երկաթե նիգերը կջարդեմ։ Եվ գիտեք ինչ է դա։ Վարդուին հենց վկայություն է տալիս, իր լուծումները բոլորը գիտեք ինչով է, հրամայելով է։ Ինքը կռվող է։ Եվ դա լավ է։ Ինքը կռվում է, հրամայում է։ Հետո հանկարծ մտնում այդ խավարի մեջ։ Եվ տեսնում է, որ կա լրիվ ուրիշ իրականություն։ Չէ, վարչան։ Բայց մենակ ընդեղից է լույսը։ Գիտեք, երբ որ Աստված մեր առաջից շտկում է խորթուբոր տեղերը, եւ մենք ուրախացած, ոգևորված գնում ենք առաջ, հետո հանդիպում ենք պղնձե դռներին, եւ մենք օգտագործում ենք նրա տված իշխանությունը Հիսուսի անունով, եւ այդ պղնձե դռները փշրվում են, եւ մենք եւս մի հաղթանակ ենք մեզ վերագրում եւ ասում ենք վաու, այս ինչ փորձառություն էր, եւ մտածում ենք, որ մենք իսկապես գեներալներ ենք կանչված, հետո գնում ենք կանգնում ենք երկաթե նիգերի առաջ եւ այդտեղ էլ Հիսուսի անունով նորից այդ երկաթե նիգերը կոտրում։ Իրականում Աստվածա չի անում այդ, Աստված, բայց ումն է պատիվը։ Այդ ումն է այդ փառքը մերը։ Մենք արեցինք դա։ Եվ Աստված այդ ամբողջ բոլոր հաղթանակներից հետո տանում է մեզ մի տեղ, որը կոչվում է
Խավար։ Եվ խավարի մեջ պահված գանձերը, այդ ծածկված հարստությունները քեզ կտան։ Այնտեղ Հիսուսի անունը չի աշխատում։ Այնտեղ մեր իմացած աստվածաբանությունը ոչնչանում է։ Այնտեղ մենք կանգնում ենք փաստի առաջ, որ մենք չգիտենք ինչ անենք, այնտեղ զրոյանում են մեր բոլոր հաղթանակները, մեր փառքը դառնում է մոխիր, մեր պատիվը գունազրկվում է, եւ մենք մտածում ենք, կարող է ես սխալ եմ հասկացել, կարող է ես սխալ եմ հավատացել, բա ուր մնաց, որտեղ է այն Հիսուսը, Հիսուսը մեզ մանկությունից տեղափոխում է հասունություն, եւ դա շոկի է ենթարկում մեզ պրոստը։ Ավելի բարձր մակարդակի հավատքը անցնում է ցավերով եւ հիասթափությունով։ Ինչի, որովհետեւ այդ նախկին հավատքը եւ նախկին միջոցները չեն աշխատում էլ։ Մենք կանգնում ենք նոր իրականության առաջ։ Աստված մեզ մտցնում է նոր իրական մակարդակի մեջ։ Իրականում խոստումները մեզ համար ծառայում են միջոց, որ մենք դրանցով հրապուրված մտնենք խավարի մեջ։ Որպեսզի մենք աստվածային բնույթին հաղորդակից լինենք, ինչ է դա նշանակում, մտնել է խավարը, որտեղ Աստված է։ Ինչի Մովսեսը մտա, որովհետև Մովսեսը ուներ ամենամեծ եւ պատվական խոստումները Տիրոջից։ Ինչի մնացածը չմտան, որովհետև նրանց չէր հետաքրքրում Աստված, նրանց հետաքրքրում էր Քանանի երկիրը։ Բայց ուզում եմ, որ հիշենք Հռոմեացիս 8:28 համարը, ում որ նախապես Աստված ճանաչեց, սահմանեց նրան իր որդու պատկերին կերպանակից լինելու։ Մեզ համար խոստումները, որ Աստված մեր կյանքի մեջ զորությունով գործի, ինչի չէ չարտահայտված, որ մենք անուն, հեղինակություն, ազդեցություն, հաջողություն ունենանք։ Բայց Աստծո համար հաջողություն կոչվածը բոլորովին ուրիշ բան է նշանակում։ Նրա համար հաջողություն կոչվածը մենակ մի բան է, Քրիստոսի պատկերը։ Քրիստոսի պատկերը։ Ուրիշ ոչ մի հաջողություն չկա։ Ուրիշ ցանկացած բան մեզ վնասում է։ Բայց միայն Քրիստոսի պատկերը փառավորում է Աստծուն եւ արժանացնում է այն գնին, որ մեզ համար վճարված է, որը շատ ավելի թանկ է, քան մենք արժենք։ Մեզ համար վճարված չի Արմենի գինը, որովհետև Արմենը ոչ մի բան չարժե։ Ինձ համար վճարված է Քրիստոսի գինը, այն վերջնական շեդևրը, որ Աստված իր սրտի մեջ ունի, եւ այն հմուտ քանդակագործի պես ամեն օր մի կտոր կպոկի, էլի, հետո էլի, Միքելանջելոյի պես, որ իրան ասում են, վարպետ, ես ժայռի մեջից ոնց ես այս արծիվին դուրս բերում։ Մեջ ժայռից արծիվ է քանդակում եւ ինքը ասում է, դժվար չի, շատ հեշտ է։ Հեռացնում եմ ամեն բան, ինչ որ արծիվ չի, մնում է արծիվը։ Նա պիտի հեռացնի ամեն բան մեր կյանքերից, ինչը Քրիստոս չի։ Որպեսզի ստանա այն, ինչի համար վճարել է, միակը ում հավանում է, ում վրա է Աստվածային ամբողջ հաճությունը, որին նմանեցնելու համար մեզ կանչել է։ Ամեն։ Մեր ժամանակը արդեն լրացել է, բայց ես նախաբանի դեռ նախաբանն եմ ասել։ Առաջի Սուրբ գրային տեղը, որ մենք նայում ենք։ Ես սրա համար մեր բոլոր ջանքերը դրած մեր հավատքի վրա առաքինություն ավելացնենք, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուշկալություն, համբերություն, աստվածպաշտություն, աստվածպաշտության վրա եղբայրասիրություն,
եղբայրասիրության վրա սեր։ Գիտեք որ սիրելիներ, գիտեք որ այդ ավելացնելը չի լինում հնի վրա։ Պողոս առաքյալը գրում է իր հատղտի, կարծեմ եփեսացիների մեջ կամ կողոսացիների մեջ, ասում է մենք պիտի նորը հագնենք, բայց հինը չենք ուզում հանենք։ Ուզում ենք, որ հնի վրա նորը հագնենք, որպեսզի անմահությունը, որպեսզի այս մահկանացությունը անմահության մեջ ընկղմի, բայց չի կարա լինի։ Երբ որ Պետրոս ասում է ավելացնենք հավատք, ժուշկալություն, առաքինություն, համբերություն, եղբայրասիրություն, աստվածպաշտություն, սեր։ Չի ասում, որ դու քո վրա ինչ որ կաս, ավելացրու, դա նշանակում է, որ որպեսզի մի բան քո վրա ավելանա, մի բան քեզանից պիտի, այս սա է տողատակը, մի բան քեզանից պետք է գնա, որովհետև եթե քանդողները չգնան, շինողները չեն գալու, Եսայան ասում է, քեզ քանդողները կմեկնեն և քեզ շինողները կգան, բայց նախ քանդելը, հետո նոր շինելը, որովհետև Աստված Ադամի հիմքի վրա ոչ մի բան չի կառուցում, ինքը պետք է մաքրի, պետք է հեռացնի։ Սմիթ Վիգերսվորդը, որը իսկապես յուրահատուկ մարդ էր և մնում է մեր վերջի երևի 100-ամյակի ամենաազդեցիկ և ամենազորավոր անձնավորությունը, որ օգտագործվել է Աստծո ձեռքերի մեջ, ես չգիտեմ, լսել եմ, որ 17 մեռելահարություն տվել այդ մարդը։ Բայց եկավ մի պահ, և ինքը իր սենյակի մեջ փակված էր, Տիրոջ հետ աղոթք էր անում, իր հետ ժամանակ ուներ։ Հետո դուրս եկավ սենյակից, կանգնեց իր այդ աշճանների վերևում, ամբողջությամբ լացել էր, դեմքը արցունքների մեջ էին, և ինքն էլ շատ զգացմունքային այդ բան վիճակի մեջ էր, ասեցին ինչ է եղել է, կարծեմ աղջիկը իրան ասեց, պապ ինչ է եղել, ասեց, Տեր եկավ, գիտես ինչ ասեց, ասեց Սմիթ, ես քեզ նենց կվառեմ, որ Սմիթից էլ հետ չի մնա։ Եվ եղավ։ Այդ մարդը, այդ հրաշք անձնավորությունը իր ամբողջ կյանքը ապրեց հանուն Տիրոջ։ Իր ամենասիրելի անձնավորությունը իր կինը մահացավ և ինքը հարություն տվեց կնոջ։ Կինը հետ եկավ և ասեց Սմիթ, ինչի խանգարեցիր, ես Հիսուսի հետ էի։ Ասում է Տերը ասեց, նայի, այդ Սմիթն է, դու պետք է գնաս, ինքը չի նահանջի, դու պետք է գնաս։ Եվ կինը հետ է գալիս և ասում է Սմիթ, արձակի ինձ, ես պետք է գնամ։ Եվ մի ամբողջ գիշեր իրար հետ զրուցում են վերջի անգամ, և հետո Սմիթը ասում է գնա, և կինը նորից մահանում է։ Իրա գնալն էլ է ձև եղավ, գիտեք, եկեղեցում պաշտամունքի ժամանակ, իրա նստած աթոռի վրա, ուղղակի գնաց Տիրոջ մոտ։ Երբ որ բժիշկը եկավ, իրան նայեցին, ասեցին, այս մարդու հետ ոչ մի մարմնի մեջ ոչ մի պրոբլեմ չկա, ուղղակի ինքը տուն է գնացել։ Այնքան ուժեղ հավատքի տեր մարդ էր Սմիթը, որ հայտարարել էր, որ ոչ իմ կյանքի ժամանակ, ոչ իմ մահվան ժամանակ իմ մարմնին դանակ չի կպնելու։ Անգլիայում պարտադիր օրենք էր դիահերձումը, բոլորին պիտի բացեին։ Իրա կենդանության ժամանակ կույրաղիքի ուժեղ բորբոքումով ցավերի մեջ բժիշկ կանչեցին, բժիշկը եկավ նայեց, ասեց կույրաղիքդ 5 ապակաս որ պայթի, պետք է շտապ վիրահատել։ Ինքը ասեց մերսի, շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։ Վերցրեց, չորը դուրս եկավ գնաց ծառայության։ Բժիշկը ասեց իրան մեռած հետ կբերեն։ Սմիթը եկավ բժշկված էր։
եւ ոչ մի անգամ էլ հույրավիքի խնդիր չունեցավ։ Երբ որ մահացավ, իր մահվան օրը կառավարությունը որոշում կայացրեց, որ դիահերձումը կամավոր է։ Երբ որ իրան թաղեցին, օրենքը նորից փոխվեց, որ դիահերձումը պարտադիր է։ Սրանք չեն լինում ուղակի օդից ընկած բաներ։ Այն պատանի, հոգևոր պատանի ժամանակ, երբ որ մի հատ հայտնի օծված մեկը, օծյալ մեկը գալիս էր պաշտամունքի, կապ չուներ, թե վերջում ինչ կոչեր լինելու, ապաշխարության կոչեր լինելու, հիվանդությունից բժշկվելու կոչեր լինելու, կապ չուներ, երբ որ ասում էր, եկեք առաջ, մենք վազելով գնում էինք առաջ, որ ամենամոտիկը կանգնենք, որ այդ օծյալի ձեռքերը դրվեն մեր վրա։ Մենք այնքան ֆանտաստիկ հավատք ունենք, որին Աստված չի պատասխանում։ Գիտեք որն էր այդ հավատքը, որ այն մարդը, ով որ վճարել էր տարիների այդ խավարի մեջ մնալով եւ Տերը օրհնել էր իրան այդ օծությամբ եւ զորությունով, մենք մտածում ենք, որ ոչ մի բան չարած, ուղղակի երբ որ ձեռքերը դնի մեր վրա, դա կդառնա մերը։ Այդ ձև չի աշխատում։ Լավ է նախանձավորությունը, լավ է փափագը։ Պետրոսը Տիտոսի թղթի մեջ 3-րդ գլխի 1-ի համարի մեջ գրած է. Եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, լավ է անում։ Ես չէի հասկանում մի վաղ։ Մի ժամանակ չէի հասկանում այս խոսքով։ Այսինքն ինչ, եպիսկոպոսության է ձգտում, ընդհակառակը մենք ասում ենք մի քիչ խոնարհ եղի, մի քիչ համեստ վարի քեզ։ Բայց Պողոսը ասում է լավ է անում, որ ուզում է եպիսկոպոս լինի։ Գիտեք ինչու, որովհետև ուզելով, որ եպիսկոպոսը լինի, ինքը ստորագրում է մի թղթի տակ, որտեղ գրված է, որ ինքը պիտի կերպարանափոխվի ըստ Քրիստոսի, որովհետև եպիսկոպոսը պիտի լինի եւ տալիս է եպիսկոպոսի որակները։ Ես էլ ասեմ ու այսօր հավարտենք։ Ես հիշում եմ ոնց էի Տիրոջը խնդրում, լացում եւ ասում էի ինձ հոգևոր աճ տուր։ Ինձ դարձրու Աստծո մարդ, Աստծո ծառա դարձրու ինձ։ Ու բոլորին չէի հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Ռաֆայել եղբայրը ասում էր, որոշները, որ իմանան ինչ է իրանց խնդրվածքը նշանակում, ինչ գին կա դրա տակ թաքնված, որ պիտի վճարեն, չէին խնդրի։ Հիշում եք, որ եղբայրները Հովհաննեսը եւ Հակոբոսը եկան իրանց մայրը եկավ Հիսուսի մոտ եւ ասեց, ուզում եմ, որ իմ որդիներս մեկը քո աջ կողմը նստի, մեկը քո ձախ կողմը։ Հիսուսը ասեց, դուք հասկանում եք, ինչ եք ուզում։ Կարաք վճարեք դրա համար։ Հանկարծ սխալ չհասկանաք։ Նրանք, ովքեր որ հեռու են պահում իրանց այդ ձևի գին վճարելուց եւ ուզում են մենակ sense եկեղեցում գան, նստեն, լսեն, օրհնվեն, գնան, իրականում չկա այդ ձևի քրիստոնեություն։ Հիսուսը ասում է, եթե մեկ ուզում է իմ աշակերտը լինի, դա ամենա կոպիտաս, չակերտավոր, ցածր կարգավիճակն է, Տեր ասում է պետք է իր խաչը վերցնի եւ գա իմ հետևից։ Այն կոմունիստական հալածանքների ժամանակ մի հատ Աստծո մարդու բանտարկել էին Հյուսիսում, ուղղած աքսորել էին Հյուսիս, բանտի, ցուրտ բանտի մեջ նստած, մտածում էր, ասում էր, այ մարդի մի հատ չոբան չդառա ես։ Ինչ լավ կլներ։ Չոբան լնեի։ Քաղաքակրթությունից հեռու, մարդկությունից հեռու, ես ամեն ինչից հեռու, մաքուր օդին, օրգանիկ կաթով, օրգանիկ հացով, քչով բավարարվեի, իմ կյանքը այդպես անցկացնեի, այս ձևի երազանք չկայացած երազանքների մեջ էր, երբ որ այդ բանտախուցը բացեցին, մեկին տշեցին, գցեցին իր խուցը, գնաց մոտեցավ օգնեց, բարձրացեց, նստացրեց, ասեց,
Եղբայր, ով ես դու, ինչի են բերել քեզ ստեղ, դու էլ ես ծառայող քարոզիչ, ասեց չէ, ես մի հատ չոբան մարդ եմ։ Նենց որ հույս չունենակ։ Եկեք ֆիքսենք սիրելիներ, որ մենք կանգնում ենք այսօր Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 8-րդ համարից կշարունակենք։ Ձեզ համար հետաքրքիր է Աստծո տղատակերը։ Հովհաննեսին, երբ որ Հովհաննեսը Տիրոջը հանդիպես պատմոց կղզում, դրվագներից մեկում ասեց հրեշտակը մի հատ գիրք ուներ։ Հետո Հովհաննեսին ասեց գնա վերցրու այդ գիրքը կեր։ Եվ Հովհաննեսին ասվեց քո բերանիդ մեջ քաղցր կլինի դա, բայց որովայնիդ մեջ դառը։ Հիմա այս ինչ որ մենք լսում ենք մեր բերանին, մեր քիմքին քաղցր է, որովհետև ինձ հավես լավ մթնոլորտում Տիրոջ ներկայության մեջ լսում ենք, բայց սրան ապրելը հետո։ Տերը տա, որ մենք չփախնենք մեր բրուտի դազգահից, որ նա ձեռքերը շարունակաբար փոխեն մեզ։ Եկեք կանգնենք աղոթքի։